Հրապարակ թերթը գրում է. բոլորը գիտեն, որ նախնական կալանք առանց դատարանի վերջնական դատավճռի մեզանում կիրառվում է որպես պատիժ, հատկապես Նիկոլ Փաշինյանի քաղաքական հակառակորդների, նրան քննադատողների, ընդդիմադիրների նկատմամբ։ Եթե սովորական քրեական հանցագործների համար թույլատրված է խցում սառնարան, հեռուստացույց, կոնդիցիոներ, հարմար մահճակալ ունենալ, ապա քաղաքականների դեպքում հաճախ արգելված է։ Սամվել Կարապետյանին օրինակ ամռանն արգելել են հովազդող որևէ սարք փոխանցել, իսկ ձմռանը նույնիսկ վերմակ, երբ խցում 0-ին մոտ աստիճան է եղել եւ կալանավայրն էլ մինչեւ դեկտեմբերի 10-ը չեն ջեռուցել։ Գագիկ Ծառուկյանի դեպքում նախորդ կալանքի ժամանակ նրա չափերից 2 անգամ փոքր մահճակալի վրա են ստիպել քնել, ինչ տուղակի անհնարին է եղել։ Այս լրացուցիչ պատիժները սահմանվում են վերևից։ Հրապարակ թերթը գրում է. հունիսի 7-ի ընտրություններից հետո ներիշխանական բուռն խմորումներ են ընթանում։ Նիկոլ Փաշինյանը նախ որոշել է 2 առանցքային կուսակցականների չեզոքացնել, եթե չասենք 3։ Առաջինը Ալեն Սիմոնյանն էր, որի նկատմամբ անարգանքն անգամ քաղաքացիական պայմանագրում չեն կարողանում հասկանալ։ Երկրորդ անձը Արայիկ Հարությունյանն է դառնալու, որին Փաշինյանը որոշել է գործուղել ազգային ժողով որպես շարքային պատգամավոր։ Եվ երրորդը քաղաքացիական պայմանագրի հնաբնակներից Մխիթար Հայրապետյանն է, որը չի վերանշանակվի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնում, չնայած օրեր առաջ Փաշինյանն ասել էր, որ կառավարության կազմում փոփոխություններ չեն լինի։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Հայաստանի կառավարությունում քննարկվում է պետական կառավարման համակարգի հերթական խոշոր վերափոխումը, որի արդյունքում մինչև 2028 թվականը կարող է փուլային կարգով դադարեցվել գործող մարզպետարանների ինստիտուտը։ Ժողովուրդ օրաթերթի կառավարման աղբյուրների փոխանցմամբ քննարկվող մոդելի համաձայն ներկայիս մարզպետարանների փոխարեն հնարավոր մարզում կարող է գործել ընդամենը 1 կառավարության ներկայացուցիչ, փոքր աշխատակազմով եւ սահմանափակ գործառույթներով։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Ժողովուրդ օրաթերթը դեռևս 2024 թվականին բարձրաձայնել էր ազգային ժողովում տեղի ունեցած այն աղմկահարույց միջադեպի մասին, երբ կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում լրագրողներին բռնի ուժով դուրս հանեցին ազգային ժողովի նիստերի դահլիճի օթյակից։ Այդ դեպքով նախաձեռնվել էր քրեական վարույթ քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու առերևույթ դեպքի առթիվ։ Հաղորդման հիմքում եղել էր նաև իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ համակարգող Դանիել Օհաննիսյանի դիմումը, որտեղ արձանագրված էր, որ բաց ընթացակարգով անցկացվող ազգային ժողովի նիստի ընթացքում լրագրողներին զրկել են իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու հնարավորությունից։ Սակայն ժողովուրդ օրաթերթի լրագրողները ոչ միայն ականատես են եղել այդ ամենին, այլև փաստել են, որ ՊՊԾ աշխատակիցներին լրագրողների նոթյակից դուրս բերելու հրահանգը տվել է հենց ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար ԿՊԱ-ական Դավիթ Առաքելյանը, որը նաև անձամբ վերահսկել այդ գործընթացը օթյակի միջանցքում։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի հուլիսի 4-ին կայացված պաշտոնական որոշման մեջ հրապարակված ընտրական ամփոփ տվյալների թվաբանական համադրությամբ ժողովուրդ օրաթերթը պարզեց, որ առկա են մի շարք էական թվային անհամապատասխանություններ։ Ուսումնասիրելով դիմումները, դիմող եւ պատասխանող կողմերի ներկայացուցիչների հարակից պատասխանողների ներկայացուցիչների երրորդ անձի բացատրությունները, գործում առկա մյուս փաստաթղթերը եւ նյութերը, Սահմանադրական դատարանը պարզեց նախադասությունից հետո ՍԴ ներկայացրել է թվեր, որոնց համաձայն հազարավոր քվեարկողների վերաբերյալ կտրոնների հաշվառումը չի համընկնում։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Ժողովուրդ օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն քաղաքապետարանում ակտիվ խոսակցություններ են շրջանառվում, որ առաջիկայում պաշտոնից կազատվի նաև Նոր վարչական շրջանի ղեկավար Մարատ Սևոյանը։ Ըստ քաղաքապետարանում տարածված տեղեկությունների Նոր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում նախատեսվում է նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մատակարարման եւ տեխնիկական սպասարկման վարչության պետ Սևակ Մելքոնյանին։ Իդեպ Սևակ Մելքոնյանի հայրը Կարեն Մելքոնյանը Մալաթիա Սերբասիա վարչական շրջանի ղեկավարի տեղակալն է։ Հրապարակը գրում է. հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ իշխանությունը Հայաստան ժամանող զինծառայության տարիքի ՀՀ քաղաքացիներին հենց օդանավակայանում 25-օրյա վարժական հավաքների մասնակցելու ծանոթագրեր էր հանձնում, փորձելով կանխել արտերկրից մեր հայրենակիցների մուտքը Հայաստան եւ կասկածելով, որ գալիս են ապազգային իշխանություններին մերժելու համար։ Ընտրություններն այլևս անցյալում են, սակայն մեր աղբյուրների փոխանցմամբ ազգային անվտանգության ծառայության եւ ռազմական ոստիկանության աշխատակիցները մինչ օրս հերթապահում են Զվարթնոց օդանավակայանում եւ ծանոթագրեր են հանձնում անգամ շաբաթով մի քանի օրով թաղման կամ հարսանիքի ժամանող մեր հայրենակիցներին։